Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցյալ շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Եվ սկսում ենք թրիփից, որը դեռևս բարձ չէ թե ինչ է բերում իր հետ՝ խաղաղություն թե պատերազմ։ Եվ այսպես, ինչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը։ Սա Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման իրականացման շրջանակ է։ Այս շրջանակը չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Որն է սրա ընդհանուր նկարագիրը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ Թրիփի իրականացման այս շրջանակն ուրվագծում է թրիփի հիմնադրման հետագա մանրամասները եւ առաջ է մղում համատեղ հռչակագրի նպատակները։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղում, ակնկալվում է, որ այն միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Թրիփի միջոցով ԱՄՆ ձգտում է օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը եւ փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում, ընդլայնել շուկայի հասանելիությունը եւ մատակարարման կենսական շղթաները տրանսկասպիան տարածաշրջանում, աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։ Թրիփի միջոցով Հայաստանը ձգտում է ընդլայնել Հայաստանի դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման եւ առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ, ստեղծել կայուն եկամտային հոսքեր եւ գնման իրավունքներ Հայաստանի համար, ամրապնդել ռազմավարական գործունեություն ԱՄՆ-ի հետ, նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը, ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։ Թրիփի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, ԱՄՆ, Եվրոպայի եւ Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ ապահովելով, որ մարդիկ եւ ապրանքները կարողանան տեղաշարժվել անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Թրիփի միջոցով Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են զբաղվածություն, աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար, համատեղ ձեռնարկներ, հնարավորություններ միջազգային եւ հայաստանյան ընկերությունների միջև, տեխնոլոգիայի փոխանցում, կարողությունների զարգացում հայաստանյան ընկերությունների համար, վերապատրաստում, հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար, վերաներդրում տարածաշրջանում։ Հաջողության հասնելու համար կողմերը ստանձնել են որոշակի հանձնառություններ։ Օրինակ Հայաստանը հանձնառու է Թրիփի, որպես իր ազգային շահերին ծառայող ռազմավարական նախաձեռնության հաջողելուն, եւ դրա համար Հայաստանը մտադիր է իրականացնել հետեւյալ քայլերը. դրսևորել լիակատար համագործակցություն եւ աջակցություն Թրիփ զարգացման ընկերությանը, ապահովել արդյունավետ համակարգում Հայաստանի կառավարական մարմինների միջև, դյուրացնել թույլտվությունների, հաստատումների եւ կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը, պահպանել բաց հաղորդակցություն ԱՄՆ գործընկերների հետ, աշխատել տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ Թրիփի ամբողջական ներուժը իրականացնելու նպատակով, մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների եւ ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի եւ իր Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, երկու ուղղությամբ Հայաստանի օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք են հաջողության հասնելու նախադրյալները։ Հայաստանն ու ԱՄՆ ընդունում են, որ Թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզմից, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից եւ կայունությունից, Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։
Սրանից բացի, TRIP-ը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։ TRIP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում, ապագայում հաստատվելիք տեղադիրքերում, պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ TRIP զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել TRIP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել TRIP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի կառավարությունը հավելյալ սեփականության տրամադրությամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ TRIP զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը, ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն եւ վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների հետ նախորդ համաձայնեցմանը։ Հայաստանը եւ ԱՄՆ-ը նախատեսում են միասին աշխատել TRIP զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետեւյալ խնդիրները. Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների ներգրավվածություն, բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերվող առանձին հատուկ որոշումներում եւ հարցերում եւ ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին իր նախնական ներդրման դիմաց կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։ Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։ Ակնկալվում է, որ TRIP զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի TRIP երկաթգծային ու ճանապարհային նախագծերը եւ կունենա դուստր ձեռնարկությունների կամ հատուկ նշանակության կազմակերպություններ TRIP-ի այլ բաղադրիչների համար։ TRIP զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինը արտացոլում է նրա ներդրումը հետեւյալում. հողօգտագործման, կառուցապատման իրավունքներ, տարանցիկ երթուղիների շրջանակներում, գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ, ենթակա հետագա քննարկման Կարգավորիչ աջակցություն եւ թույլտվությունների արագ ընթացակարգեր, սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ, կանխիկ ներդրումներ ըստ անհրաժեշտության եւ երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական պաշտոնյայի որպես TRIP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգերի համար եւ կծառայի որպես TRIP զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։ Կառուցապատման իրավունքների տրամադրման մասով Հայաստանը մտադիր է TRIP զարգացման ընկերությանը տրամադրել հետեւյալ բացառիկ իրավունքները. պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել եւ պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները, նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում, ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար, պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների եւ ծառայության մատուցողների հետ, ստեղծել եւ գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից, կառավարել TRIP երթուղին որպես ինտեգրված համակարգի մաս, Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով. երթուղային ենթակառուցվածքներ, երթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, ճանապարհային ենթակառուցվածքներ, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, թվային ենթակառուցվածքներ, օպտիկամանրաթելային ցանցեր, աջակցող ենթակառուցվածքներ, վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության եւ անվտանգության համակարգեր համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ TRIP զարգացման ընկերությունը կարող է հավաքել եւ պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետեւյալով. ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն, գույքի վարձակալություն եւ զարգացում, ծառայության վճարներ, հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։ Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը
համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին եւ միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությանը, թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությանը, հարկերի, մաքսային տուրքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցի գերթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորության։ Հատուկ նշանակության կազմակերպությունների մասով ակնկալվում է, որ թրիփ զարգացման ընկերությունը թրիփ երկաթուղային եւ ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար, կախված լրացուցիչ ուսումնասիրություններից եւ վերլուծությունից։ Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման եւ շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին եւ ռազմավարական նկատառումներին։ Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն թրիփ զարգացման ընկերության կողմից, այն ընկալման, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Սահմանային անվտանգություն եւ մաքսային հսկողության մասով կան հիմնարար սկզբունքներ։ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգային ճանաչված չափանիշներին համապատասխան, պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները, օգտագործելով front office, back office ընդունարան գրասենյակ գործառնական մոդելը։ Սահմանների համալիր կառավարման մասով Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել եւ ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ, ներառյալ ռիսկերի վրա հիմնված ստուգման եւ մաքսային ձևակերպման ընթացակարգեր, զննման ժամանակակից տեխնոլոգիաներ, թվային մաքսային եւ սահմանային համակարգեր, համակարգված միջգերատեսչական գործընթացներ, Հայաստանի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում։ Փորձնական նախագծերի մասով Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր, օպտիմալացնելու մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր, թվայնացված փաստաթղթաշրջանառություն եւ մշակում, մեկ կանգար սահմանային կետի հայեցակարգեր, տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում, հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում եւ ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մահպանմամբ թրիփի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի front office back office մոդելը, օգտագործելով թվային գործիքներ անխոչնդոտ կապը դյուրացնելու համար։ Front office երրորդ կողմ օպերատոր, այսինքն նախատեսվում է, որ թրիփ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքննշյալ ծառայությունները, փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, տեղեկատվություն եւ ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առևտրի եւ տարանցման վճարների հավաքագրում եւ վճարումների մշակում, Հայաստանի Հանրապետության հարկերը, մաքսային տուրքերը եւ այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, համաձայն գործող օրենսդրության եւ հարկաբյուջետային ընթացակարգերի դյուրացում եւ համակարգում վարչական աջակցություն։ Back office Հայաստանի Հանրապետության պետական մարմիններ, այսինքն Հայաստանի Հանրապետության մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրականացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերի, մաքսային վերջնական որոշումներ եւ ձևակերպումներ, անվտանգության ստուգում եւ իրականացում, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, թույլտվություններ եւ հաստատումներ, զննում եւ ստուգում։ Հստակ իրավազորության մասով Front office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկայություն են պահպանում, Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Մաքսային ընթացակարգերի մասով Հայաստանը կշարունակի զարգացնել եւ ներդնել ռիսկի վրա հիմնված ընտրողականություն, բեռների ժամանակակից ստուգում, կենտրոնացված ֆիզիկական զննումներով, տարանցիկ ռեժիմ, համապատասխան կնքմամբ եւ հետագծելիությամբ արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ ապրանքների համար, նախնական ժամանման մշակում, փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացում եւ մշակում,
1 պատուհանի համակարգեր, առևտրային փաստաթղթերի ինտեգրված հարթակներ, ներդաշնակցված ընթացակարգեր, համապատասխանեցում միջազգային մաքսային չափանիշներին, անվտանգության գործողությունների մասով Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից, Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում, մասնավոր գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում։ Տվյալների համակարգերի եւ ինքնիշխանության մասով սահմանային եւ մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։ Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։ Տվյալների փոխանակում նոտար երկրյա մարմինների հետ պահանջվում է համապատասխան իրավական շրջանակներ, կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին, անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։ Վերապատրաստման եւ կարողությունների զարգացման մասով Միացյալ Նահանգները մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ եւ մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը եւ կարողությունների զարգացմանը, ներառյալ ժամանակակից մաքսային տեխնիկա եւ ընթացակարգեր, տեխնոլոգիական համակարգերի շահագործում, ռիսկերի գնահատում եւ տեղեկությունների վերլուծություն, մասնագիտական բարեվարկություն եւ էթիկա, միջազգային փոխանակման ծրագրեր։ Սրանք են բոլոր այն կետերը, որոնք այս պահի դրությամբ հասանելի են եւ որը բազում քննարկումների առիթ է տրվել թերևս այն պատճառով, որ չեն խոսվում հայկական կողմի համար ամենազգայուն կետերի մասին։ Դրանց է անդրադարձել նաեւ Կարեն Հեքիմյանը իր Facebook-յան էջում։ Թրամփի թրիփի մասին խոսելիս բոլորը մոռանում կամ շրջանցում են ամենապարզունակ հարցերը։ Օրինակ, կարող է արդյոք միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին իր ավտոմեքենայով երթևեկել կամ իր ոտքերով քայլել թրիփով։ Շատ որոշակի կարող է թե չի կարող։ Կամ կարող է արդյոք միջին վիճակագրական քաղաքացին տնամերձ կամ գյուղատնտեսական նշանակության հող գնել թրիփի տարածքում։ Շատ որոշակի կարող է թե չի կարող։ Ի վերջո, արդյոք թրիփի տարածքում լինելու են օրինակ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ բարեկներ, արագաչափեր եւ տեսախցիկներ, կրկին շատ որոշակի լինելու են թե չեն լինելու։ Բոլորս վիճում ենք միջանցք թե ուղի, անվճար թե վարձակալություն, Ադրբեջան թե Հայաստան, ԱՄՆ թե Թուրքիա։ Սովորաբար այսօրինակ գլոբալ հարցերում մանիպուլացնելը դյուրին է։ Այդ իսկ պատճառով խնդրին պետք է նայել այս տեսանկյունից։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյան, ես ցանկանում եմ թրիփում հող գնել։ Կարող եմ թե չեմ կարող։ Ես ցանկանում եմ առանց որևէ հիմնավոր պատճառի օր ու գիշեր քայլել թրիփի ողջ երկայնքով։ Կարող եմ թե չեմ կարող։ Եթե ցանկանում եք հասկանալ թրիփի դերն ու նշանակությունը, շարունակում է Հեքիմյանը, շատ որոշակի հարցեր բարձրացրեք եւ մի վախեցեք, քանզի վատագույն դեպքում մենք կհայտնվենք գետտոյում։ Սիրելի հայրենակից, իրական զրույցի մեր առաջիկա հաղորդումներից մեկի ժամանակ մենք առիթ կունենանք եւս մեկ անգամ անդրադառնալ թրիփին եւ քննարկել մեզ համար զգայուն բոլոր հարցերը հրավիրված փորձագետի հետ։ Հաջորդ լուրը Ադրբեջանում պահվող մեր գերիներից 4-ի վերադարձն էր։ Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրատիվ գերիների են ազատ արձակելու։ Ես շատ ուրախ եմ մեր 4 հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առիթով։ Առավել եւս, որ նրանցից 2-ն ունեին լուրջ առողջական խնդիրներ, բարով են վերադարձել։ Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված ու մի քիչ վերլուծական ունակություններ ունեցող բանակցողներ, մենք ունենայինք բոլոր գերեվարված հայրենակիցների վերադարձը։ Հարց տվեք, եթե այդ 2 սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Այդ ամենի դիմաց նվազագույնը կարելի էր ստանալ մեր բոլոր հայրենակիցների վերադարձը եւ վերջնականապես փակել այս թեման։ Facebook-յան իր էջում գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Առայժմ Բաքուն մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տոնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, սակայն ինչպես նշում են Ադրբեջանն ուսումնասիրող մասնագետները, Բաքվին դժվար ժամանակներ են սպասվում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը։ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կարճ ԱՊՆՀ-ի 2025 թվականի առաջին 9 ամիսների հաշվետվությունների աուդիտը եւ 2026 թվականի բյուջետային կանխատեսումները մտահոգիչ են Ալիևի ռեժիմի համար։ Ադրբեջանի հաշվեկնիչ պալատի 2025 թվականի առաջին 9 ամիսների հաշվետվության արդյունքները եւ 2026 թվականի բյուջետային կանխատեսումները տալիս են բավականին հստակ թվեր նավթային հիմնադրամի ոչ բարվոք վիճակի մասին։ Ըստ այդմ 2026 թվականին ԱՊՆՀ կանխատեսվող եկամուտները անցած տարվա համեմատ նվազելու են մոտ 10%-ով, ինչը
2025 թվականի համեմատ պակասում է մոտ 840 միլիոն դոլարով։ Եկամուտների նվազման հիմնական պատճառներն են նավթի համաշխարհային գների որոշակի անկումը, անշարժ գույքի շուկայում մեծամասշտաբ ռազմավարական ծրագրերի վրա արված ներդրումների ոչ եկամտաբերությունը, ինչպես նաև ԱՊՆՀ ծախսերի մեծացումը։ Այս տարվանից արդեն ԱՊՆՀ եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվում են։ Պրոֆիցիտը կազմելու է ընդամենը 10 միլիոն ԱՄՆ դոլար։ 2026 թվականին ԱՊՆՀ-ից Ադրբեջանի պետբյուջեին արվող փոխանցումները կնվազեն մոտ 970 միլիոն դոլարով, որը կազմում է 11.1%, եւ վկայում է, որ Ադրբեջանի պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունները։ Ռազմավարական ներդրումների մասը ԱՊՆՀ աուդիտի ամենամութ հատվածն է, քանի որ ներդրումները Ստար նավթավերամշակման գործարանում եւ հարավային գազային միջանցքում կազմել են ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվ 2025-ին սպասվող դիվիդենդները գնահատված են եղել 230 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն փաստացի մուտքը ըստ 2025-ի առաջին 9 ամիսների եղել է 0, եւ 2026-ի համար եւս նախատեսվում է 0։ Արդյունքում ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրման վերադարձը մնում է ամբողջությամբ հարցական, ամփոփ պատկեր։ ԱՊՆՀ-ն այլևս չի աճում, եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվել են, ներդրումային ակտիվների զգալի մասը տալիս է բացասական կամ զրոյական արդյունք, պետբյուջեի կախվածությունը ֆոնդից պահպանվում է, բայց փոխանցումների ծավալը նվազում է։ Միլիարդավոր դոլարների ռազմավարական ներդրումների վերադարձը չի երևում հաշվետվություններում։ Եվ վերջապես, հայ հանրությանը այնքան մտահոգող խաղաղության հարցը, որի մասին առավոտից երեկո թմբկահարում են Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը, իսկ ինչ են մտածում այս մասին Ադրբեջանում։ Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին, անվանելով դա անամոթություն, անսկզբուկայնություն, նահատակների հիշատակի պղծում, ազգային ամոթ, դավաճանություն եւ այլն։ Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, եւ սա է այն հասարակությունը, որի հետ խաղաղ համակեցությանը Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը ներկայացվում է իբրև իրատեսական մի բան։ Տեղի ունեցածն այնքան է վնասել Ալիևի վարկանիշին, որ արդեն մի քանի օր է, ինչ գրպանային ընդդիմության ներկայացուցիչներով են լցվել ադրբեջանական հեռուստաալիքների եթերը, որպիսի հայտարարեն, թե պատանդների վերադարձը արվել է ուշադրություն նախընտրական շրջանում Փաշինյանին աջակցելու նպատակով։ Համարել են, որ հենց դա կարող է հանգստացնել ադրբեջանական հասարակությանը եւ փրկել Ալիևի դեպքը։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Հետևությունները թողնելով քեզ, սիրելի հայրենակից, կհանդիպենք մյուս չորեքշաբթի։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգնախաձեռնության անդամ Աստղիկ Սիմոնյանը։ Իսկ քեզ, սիրելի հայրենակից, կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, որպեսզի միասին նպաստենք իրական Հայաստանի լինելությանը եւ հարատևմանը։